մեծ փոփոխություններ չեն լինի։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ փոփոխություններ չի նախատեսում։ Նախարարների հայտարարությունները ևս հուշում են, նրանց աթոռներին ոչինչ չի սպառնում։ Արդյոք քննարկել դուք ձեր պաշտոնը պահպանելու եք կամ ցանկություն ունեք։ Այո, ինչու ոչ։ Իհարկե ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը։ Փաշինյանի թիմակից այս կին պաշտոնյաներից մեկը Սրփուհի Գալյանը կառավարության ղեկավարի համար խիստ կարևոր առաքելություն է ստանձնել սահմանադրության փոփոխությունը, իսկ Անահիտ Ավանեսյանը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ այս ընտրությունների ժամանակ։ Քաղաքացիական պայմանագրի օգտին քվեների զգալի հատվածն այս համակարգը ապահովեց։ Որոշ տեղեկություններով իր պաշտոնում կմնա նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը նախընտրական շրջանում բավական ակտիվ էր, հատկապես Երևանում, որտեղ նա առանձին քարոզարշավ էր իրականացնում։ Անսասան է մնալու նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աթոռը։ Նա նախընտրական ցուցակում երկրորդն էր Փաշինյանից հետո։ Ադրբեջանի հետ այսպես ասած խաղաղություն բերողների ցանկում էլ նա միայն Փաշինյանին է զիջում եւ խաղաղության համաձայնագրի գործընթացի հիմնական դերակատարներից է։ Թիմում բարձր վարկանիշ ունի, ասում են Փաշինյանը վստահում է նրան, գոհ է աշխատանքից։ Լոլիկից միջև ծաղկի արտահանման հարցերի մեջ խճճված ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի արանքում անհուսորեն բալանս փնտրող Գևորգ Պապոյանին Փաշինյանը ևս վերանշանակելու է։ Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ, Գերդաստանում հետ 6 չափահաս տղա ես ունեցել։ Երկուսը քոնը, երկուսը աղբորին հետ, երկուսը քրոջին հետ։ Ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանին և նրա հարազատներին ծառայության ուղարկող ու զոհվելու մղող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կշարունակի պաշտոնավարել։ Նրան փոխարինող, ասում են, Փաշինյանը չի փնտրում։ Չնայած տևական ժամանակ մամուլում տեղեկություններ կային, թե ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հնարավոր է պաշտոնան կարվի, սակայն այս առումով կառավարությունում կարծես այլ տրամադրություններ են։ Ասում են, Արևմուտքի հովանավորությունը բայելով ուժային կառույցի ղեկավար Սարգսյանին Փաշինյանը հրաժեշտ չի տա։ Ասֆալտ փռող մարզեր ու մարզպետներ կուրացի անող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի հարցն ի սկզբանե որոշված էր։ Նա կմնա կառավարության կազմում, անգամ խոսակցություններ կային, որ հնարավոր է նրան փոխվարչապետի պաշտոն տան, հատկապես վաղարշապատի քաղաքապետի ընտրությունը հօգուտ քաղաքացիական պայմանագրի հանգուցալուծելու համար։ Կան խոսակցություններ, որ Խուդացյանի նախարարությունից հնարավոր է էներգետիկայի ոլորտն առանձնացվի։ Աշնանը Հայաստանում անցկացվող COP17 համաժողովը դեռ իր պաշտոնին կպահի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, որն այս ընթացքում ակտիվ ներգրավված է այդ միջոցառումն անցկացնելու գործին։ Ցեղասպանության թանգարանի տնօրենին պաշտոնազրկած և Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը դասագրքերից հեռացրած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պաշտոնին մնալու չմնալու հարցը կարծես փակ է։ Նշանակման օրվանից ոլորտում տարբեր աղմկահարույց փոփոխությունների կիզակետում հայտնված նախարարը, որը հանրայինում Փաշինյանին կրծքով պաշտպանող Պետրոս Ղազարյանի կինն է, կշարունակի պաշտոնավարել։ Սակավաթիվ հեռացող նախարարների ցանկում նշում են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունը։ Հովհաննիսյանն այն նախարարն է, որի ղեկավարած կառույցը նախընտրական շրջանում թոշակի բարձրացումը համարեց ռիսկային բյուջեի համար։ Հետո իհարկե նախարարը սրբագրեց իր գերատեսչության հայտարարությունը։ Կա կարծիք, որ հնարավոր է պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը փոխարինի Հովհաննիսյանին։ Պաշտոնին հրաժեշտ կտա բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում։ Ինչ վերաբերվում է փոխվարչապետերին, այս հարցում ևս Փաշինյանը փոփոխությունների չի գնա։ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը ամենայն հավանականությամբ կշարունակեն նստել Փաշինյանի աջ ու ձախ կողմերում։ Կառավարությունում սպասվող ամենասկանդալային փոփոխությունը լինելու է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը։ Երեկ Փաշինյանը ըստ էության չհերքեց Հարությունյանի պաշտոնանկ անելու լուրը։ Տեղեկություններ կա, որ Արայիկ Հարությունյանի հետ կապված ձեր շատ մտահոգիչ տեղեկություն է զեկուցվել, ինչի համար որոշում եք կայացրել նրան չվերանշանակել։ Ինձ որևէ տեղեկություն Արայիկ Հարությունյանի հետ կապված չի զեկուցվել։ Հակիրճ է Հարությունյանի մասին խոսում Փաշինյանը։
Փոխարենը մամուլը մի քանի օր է աղմկահարույց տեղեկություններ է հրապարակում կառավարությունում գորշ կարդինալի համբավ ունեցող Հարությունյանի մասին, որը Փաշինյանի կողքին է եղել հեղափոխության առաջին օրերից, ցուպը ձեռքին։ Այսօր մի 2-3 անգամ ձեր գործողություններից հետո լացել եմ, լուրջ եմ ասում։ Դուք այսօրվա հերոսներն եք։ Հարությունյանը համարվում է Փաշինյանի վստահելի մարդկանցից մեկը, սակայն ինչ-որ պահի նա այդ վստահությունը կորցրել է։ Այն ավելի է խորացել, երբ ինչպես մամուլն է պնդում, Փաշինյանը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ գլխավոր շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նրան, որ քաղաքացիական պայմանագիրը 65% վստահության քվե ունի։ Իրականում պարզվեց առնվազն 16%-ի չափով սխալ տեղեկություն է փոխանցել Փաշինյանին, բայց սա գլխավոր ինտրիգը չէ Հարությունյանի շուրջ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանը կուսակցության շահերից ելնելով կապեր է հաստատել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ։ Այդ քայլերը նախապես չհամաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դարձել է վարչապետի զայրույթի պատճառներից մեկը։ Երեկ էլ հրապարակ օրաթերթն էր գրել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Միացյալ Նահանգներում բնակվող հայ քրեական հեղինակություններին ապօրինին դրամական միջոցների տեղափոխման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Այս պաշտոնյան ըստ ժողովրդի հենց Արայիկ Հարությունյանն է։ Ժամանակի մետրոյով աշխատանքի գնացող Արայիկ Հարությունյանի ստվերային գործունեությունը միայն այսքանով չի եզրափակվում։ Մամուլը նաև նրա մեկ այլ բուռն գործունեության մասին տեղեկություններ է հրապարակում։ Ասում են Հարությունյանը վերջին տարիներին համակարգում է նաև հանքարդյունաբերական հսկանների գործունեությունը, այդ թվում այն ընկերություններում, որտեղ պետությունն ունի բաժնեմաս։ Ըստ այդ տեղեկությունների նրա ազդեցությունը տարածվել է ոչ միայն կառավարման, այլև վերահսկողական գործընթացների վրա, այդ թվում տեսչական մարմինների միջոցով։ Իրեն վերագրվող այս տեղեկությունները Հարությունյանը չի շտապում մեկնաբանել։ Այս պահին նա երկարատև արձակուրդում է եւ մինչեւ հուլիսի 27-ը լինելու է Միացյալ Նահանգներում։ Այսօրվանից Փաշինյանը եւս արձակուրդ է, բայց ի տարբերություն Հարությունյանի այն կանցկացնի Հայաստանում։ Ավելին, պնդում է, ձեռքը կպահի իրադարձությունների զարգացման զարկերակին, իսկ հետընտրական Հայաստանում զարկերակը երբեմն չափից դուրս անկանոն է տրոփում։